Եկեն Նիսան ուզում է հետներս քշի։ Ինչ անենք, նվաստացնենք կամ։ Ինչ անենք, մտքրենք։ Այ ինչ անենք։ Անցած է։ 19-ամյա այս երիտասարդը իր բնորոշմամբ փորձել էր նվաստացնել դիմացի մեքենայի վարորդին մեծ արագությամբ առաջ անցնելով նրանից, բայց բախվել է երթուղային ավտոբուսին, 3 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Երևանում խոշոր ավտովթարի ենթադրյալ պատճառ դարձած այս վարորդի մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել։ Դեպքից հետո նա գնացել է տուն ու նոր տեսանյութ հրապարակել, որտեղ քմծիծաղով հետևում է իր մասնակցությամբ վթարի մասին պատմող Գագիկ Շամշյանի ռեպորտաժին։ Մինչև մի որոշ ժամանակ չնստեն ու խելքները գլուխները չառնեն, մշտապես հանրության համար վտանգ են ներկայացնելու։ Թեև ոստիկանությունը քննչական կոմիտե հենց նույն օրը ապրիլի 23-ին ու նաև 3 էր հաղորդում ներկայացրել, կոմիտեում էլ կրկին նույն օրը քրեական վարույթ էր հարուցվել, այդուհանդերձ երիտասարդը ձերբակալվեց դեպքից միայն 14 օր անց, այսօր, այն բանից հետո, երբ իր իսկ նկարահանած տեսանյութը մաս-մաս սկսեց տարածվել համացանցում եւ մեծ աղմուկ բարձրացնել։ Այսօր դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել միանգամից 3 հոդվածներով՝ ճանապարհային երթևեկության, կանոնների խախտման, խուլիգանության եւ առանց իրավունքի տրանսպորտային միջոց վարելու համար։ Այդ հոդվածներով առավելագույն պատիժը մինչև 5 տարվա ազատազրկումն է։ Վթարից հետո նկարահանված տեսանյութում երիտասարդը մեկումեջ նաեւ ընդունում է իր սխալը, բայց հետո հպարտանում, միայն ինքը կարող էր նեղ հատվածները ճեղքելով անցնել։ Դրա համար ամենավատ բանը արագությունն է։ Արագություն չպետք է չարաշահես, քո կյանքն ես վտանգում, ուրիշին ես վտանգում։ Այդ խավարը բացում եմ, որ շաշկիներին նկարում։ Արա անկեղծ եմ ասում, մատերիդ վրա կարաս հաշվես, այս շոֆերն էս, որը կարար ինպես նեղ-նեղ սենց արա շատ արա զգում է ես իմ ավտոն։ Պերյամ այս նեղ տեղերն էս բոկը մտնում, որ ոչ թողում է քիթը կպնի ինյան, ոչ հետևը ինյան։ Արա թեգի լավ գլուխ գովալու ժամանակը չի, պրոստը ուզում իմանալ, որ ինչքան է լավ շոֆեր ուզում եք եղեք, մեկը պետք չի տես բան անել, որովհետև ամեն ինչ չի ձեր ձեռը։ Մի օր հապե հաստատ մի օր մի բան լինելու է։ Շուրջ 28,000 հետևորդ ունեցող YouTube-յան ալիքում 19-ամյա վարորդը նկարահանում է տարբեր մեքենաներ, պատմում դրանց հզորության մասին եւ պարբերաբար դրանք վարում նաեւ մեծ արագությամբ։ Վերջին 1 օրվա ընթացքում նրա IG հետևորդների թիվն ավելացել է շուրջ 1500-ով, իսկ հրապարակված 25 տեսանյութերից 18-ը այսօր արդեն հեռացված էր։ Այս 14 օրերի ընթացքում քննչական կոմիտեն երիտասարդի նկատմամբ խափանման որևէ միջոց չէր ընտրել։ Գործը գտնվում էր նախաքննության փուլում, նշանակվել էր փորձաքննություն։ Համացանցի օգտատերերին սակայն հիմնականում հետաքրքրում էր ինչու է նա ազատության մեջ։ Այս վթարից հետո սոցիալական ցանցերում եւ Երևանի փողոցներում հարցում արեցինք, պարզելու թե ինչ վիճակում է մայրաքաղաքում երթևեկությունը։ Facebook-յան օգտատերերը գրեթե միաձայն նշել էին հիմնական խնդիրները՝ առանց ամրագոտու մեքենա վարելը, իրար չզիջելը, առանց ամրագոտու կամ հատուկ նստատեղի երեխաների տեղափոխումը, հեռախոսը ձեռքին մեքենա վարելը, արագության գերազանցումը եւ այլն։ Երևանի բանուկ հատվածներում մեզ հանդիպած քաղաքացիների պատասխանները շատ չէին տարբերվում, բայց նրանք նաև պատճառներ էին նշում։ Ինչպես են վարում վարորդները։ Շատ վատ։ Ինչու։ Ես չգիտեմ դա ինչով է պայմանավորված, ճիշտն ասած, բայց հիմնականում անգրագետ են, երթևեկության կանոններին չեն տիրապետում, որովհետև տարածված խախտումները, որ անընդհատ տեսնում եք։ իրար դիմաց կտրելը, չզիջելը, որ պարտավոր են զիջել, բայց չեն զիջում։ Մեկը մեկին չեն զիջում։ Գիտեք, մեր ճանապարհները նեղ են, քանդած են, այ որ այդ քանդած ճանապարհները վերանորոգեն, հաստատ մեկը մյուսին չի խանգարի, էլի։ Ամենատարածված խախտումները, որ ամեն օր տեսնում եք։ Զիջենք, իրար ամենակարևորը զիջող լինենք։ Միանգամից ոնց որ այս փոսից փախցնում ես այն փոսնա, այն փոսից փախցնում ես այն փոսնա։ Ցանկալի է որ վերահսկեն, էլի, այսինքն այդ փոսերը սենց լինի, էլի, այսպես մաքուր լինի։ Մանավանդ է որ անձրև է գալիս, տակը չի երևում ինչա։ Պետք է մի քիչ մոստեր սարքվի կամ թունելներ, որ թեթևանա, էլի գոնե։
Վերջին 5 տարիների վիճակագրական տվյալների համաձայն 2025 թվականը Հայաստանում եղել է ամենաանհանգիստ ժամանակահատվածը ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով։ Արձանագրվել է ռեկորդային 4784 դեպք։ Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ բոլոր տարիների, այդ թվում 2023-ի բարձր ցուցանիշը։ Պատահարների աճին զուգահեռ 2025-ին կտրուկ ավելացել է նաև վիրավորների թիվը, հասնելով 7073-ի։ Սա շուրջ 15%-ով գերազանցում է նախորդ տարվա տվյալները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր վերջին ասուլիսում անդրադառնալով այս խնդրին նշել էր, թե Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն արդեն հասնում է 1 միլիոնի։ Ըստ նրա, սրան զուգահեռ նաև պատահարների թիվն է աճել։ Ու թեև 2025-ին արձանագրվել է վերջին 5 տարիների վթարների ամենաբարձր ցուցանիշը, նախարարի խոսքով նվազել են մահվան ելքերով դեպքերը, հասնելով հնգամյակի նվազագույն շեմին։ Չնայած այս շատ տրանսպորտային պարտքի առկայությանը Հայաստանի Հանրապետությունում մենք գրանցել ենք հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։ Անցած տարի մենք ունեցել ենք 50-ով պակաս զոհեր նախորդ տարվա համադրությամբ։ Եվ եթե վերլուծենք 24 եւ 25 թվականների կտրվածքով բարեկային ծառայության աշխատանքը, ուրախությամբ պիտի փաստեմ, որ մենք ունեցել ենք 95 խնայված կյանք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին։ Այս առումով բնականաբար դեռ մեծ աշխատանք ունենք տանելու։ Նախարար Արփինե Սարգսյանի խոսքով պարեկներն ավելի խիստ վերահսկողության տակ են պահում երթևեկությունը։ Վարորդներին հարցրինք, նկատում են այս խստացումները։ Ելը որ ես անցած տես չեմ տեսնում, էլի այդ որ տես հսկողությունը տես ավելի ուժեղ է, էլի։ Արդեն 20 թվականի ծեսկում բավականին խիստ է։ Ամեն մի փոքր բանի համար կարող են արձանագրել եւ այլն։ Առավոտ խցանում, ցերեկը խցանում, երեկոյա խցանում։ Ոստիկանությունն ասում է, որ վերահսկողությունը շատ է խստացրել ու խախտումները նվազել են, համաձայն եք։ Չէ, խախտումները նվազեն, չնվազեն, այդ խցանումներին մեկը նես չի մի բանով օգնում է, էլի։ Դե հիմա այդ վերահսկողությունը, որ ուժեղացրել են, ես էդի չեմ տենում։ Ու ասենք ամենտեղ վերահսկողություն չեն էլ կարա սահմանեն իրանք։ Մարդու տեսակից է կախված, էլի, անողը անելու է։ Բայց այդ խիստ վերահսկողությունը չեք տեսնում։ Դե ուր է, հենց հիմա դուք տեսնում եք, նույն հարցը ես եմ ձեզ տալիս։ Ես չեմ տեսնում։ Իսկ կարգազանց վարորդի ճակատագիրն առաջիկա ժամերին պարզ կդառնա։ Դատարանը պետք է որոշի նրա խափանման միջոցը։ Քննիչը միջնորդել է, որ կալանավորեն։ Իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ միայն անցած տարի Հայաստանի ճանապարհներին վթարների հետևանքով մահացել է 283, իսկ վերջին 5 տարիներին 1683 մարդ։